Այլապես բոլորը իրենց ծափահարում են, բոլորը խնկարկում են, լինի Գերագույն հոգևոր խորհրդի նիստերի ժամանակ, լինի եպիսկոպոսական ժողովների ժամանակ, թե տարբեր քահանայական ժողովների ժամանակ, ինքը լավ, եթե սխալ է անում եւ մարդ է, սխալական է, վստահաբար ինքն էլ կարող է սխալվել, ով պիտի ասի, որ դու սխալ ես, ով պիտի իր սխալը կասեցնի, որպեսզի սխալի վրա հաջորդ սխալը չկուտակվի, պիտի լինի ինչ-որ վերահսկիչ մարմին, որ կաթողիկոսին սանձի հարկ եղած դեպքում, թե կաթողիկոսը ինքը անձեռնմխելի է, ինչպես իրեն են ներկայացնում կամ ինքն է այդպես իրեն երևակայում, ինչ կուզի կանի, որևէ օրենք, որևէ կանոն, որևէ սկզբունք իր համար գոյություն չունի եւ ինքն է օրենքը, ինքն է կանոնը, այսինքն բացարձակ ինքը իշխանությամբ եկեղեցին վարում է ինչպես մի կազմակերպություն կամ ինչպես մի կուսակցություն եւ ոտնահարում է ամբողջ եկեղեցական ավանդությունները եւ պետք է նշել, որ այս մասին ժամանակին նաեւ դառը քննադատությամբ հանդես են եկել երկու նվիրապետական աթոռների գահակալները մեր ձեռքի տակ է Մեսրոպ arczepiskopos Մութաֆյանի նամակը, որը կաթողիկոսին մեղադրում է այն հարցում, որ դու անհարկի միջամտում ես մեր պատրիարքական աթոռի գործերին եւ թեմի տեղ ես դնում մեր աթոռը, որտեղ ինքը ուզում է բոլորին իրեն ենթարկեցնել եւ նաեւ Նուրհան arczepiskopos Մանուկյանը Երուսաղեմի պատրիարքության աթոռի գահակալը խոսեց այն մասին, որ կաթողիկոսը հավակնություններ ուներ թեմի վերածելու պատրիարքարանը, այսինքն այս ամենը գալիս է իր այս մենատիրական եւ միահեծան իշխանության ձգտելու այս անհակ մոլուցքից, որ այս մարդը բոլոր թեմերն է ուզում իրեն հպատակեցնել, մինչև անգամ թեմակալ առաջնորդներին զրկել է առաքելական իրենց իշխանությունից, որ յուրաքանչյուր եպիսկոպոս, եթե թեմակալ առաջնորդ է, իր թեմում ինքնուրույնաբար կարող է ձեռնադրություններ կատարել, ինքնուրույնաբար այսօր որևէ առաջնորդ չի կարող, եթե անգամ անում են 1-2 ձեռնադրություններ իր հրահանգով, իր ցուցումով, որտեղ ինքը պիտի ընտրի ում ձեռնադրեն եւ ձեռնադրությունների հարցը նաեւ շատ վիճահարույց է, որովհետեւ իրենք չլինելով արդեն արժանավոր ձեռնադրվածներ չեն կարողանում անարժանը արժանավորից զատել եւ սա նրա բարեկամն է, սա նրա ծանոթն է, խնամին է եւ այսպես մի կլան է ստեղծվել եւ իրենք իրենց մարդկանց սկսում են ձեռնադրել, այնուհետև մի կողմից էլ կարգալուծությունների այսպես մի հատ շքերթ են սկսել եւ այն մարդիկ, որոնք քիչ թե շատ իրենց խմբակից չեն կամ իրենց շահերը չեն պաշտպանում, այդ մարդկանց սև ցուցակ են գցում եւ հերթով սկսում են կարգալույց անել։ Չկա որևէ մեխանիզմ, որ կարգալուծությունները դրվեն օրինավոր ատյանի առաջ եւ եկեղեցական օրենքների փաստերի համաձայն կարգալույց անեն։ Եթե իրենք գտնում են, որ այդ մարդիկ արժանի են կարգալուծության, միթե այսօր բոլոր մնացողները այնքան արժանավոր են, որ իրենք որևէ հիմք պատճառ չունեն կարգալուծության, իսկ թերևս իրենցից սկսեն կարգալուծությունները եւ վերջում հասնեն մյուսներին։